Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, 3 տղաների մայրիկ, սպասում եմ իմ 4-րդ փոքրիկին ու այսօր իմ ալիքում լինելու է բոլորիդ կողմից շատ սպասված վիդեո home tour, գիտեմ, որ այս վիդեոին շատ եք սպասել, որովհետև անդադար տարբեր վլոգների մեկնաբանություններում ինձ գրում էիք, թե երբ է վերջապես home tour լինելու ու երբ եմ ես վերջապես ցույց տալու մեր տան ամբողջական տեսքը, բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են ինձ տեսնում ու այս վլոգը առհասարակ առաջին անգամ ուղղակի հանդիպել եք ձեր լենտայում, ասեմ, որ մենք սկսել էինք շատ մեծ տան վերանորոգում. Այս տունը գնել ենք 2021 թվականի վերջերին, դեկտեմբեր ամսին, 22 թվականից ապրում ենք այստեղ ու մի ընթացք արդեն շատ մեծ վերանորոգում արել էինք, շատ կոմունիկացիաներ փոխել էինք տան մեջ, այն հիմնական ամբողջ գործը արել էինք, բայց ներքին հարդարման աշխատանքները չէին արվել ու մինչև այս տարի ամառը մենք այդպես ուղղակի ապրում էինք տան մեջ, բայց ամռանը որոշեցինք, որ պետքա ներքին հարդարման բոլոր աշխատանքներն էլ անենք ու վերջապես ստանանք մեր երազանքների տունը ու հիմա կարող եմ ասել, որ 90%-ով մենք ստացել ենք այդ տունը, շատ սիրուն ա եղել, շատ իմ սրտով ա, շատ ուրախ եմ, երջանիկ, որ ես այս պահին ապրում եմ իմ երազանքների ջերմ, տաք, սիրուն տանը, այն 10%-ն էլ դետալային բաներ են, որոնք մնացել են ու անկեղծ ասած սպասում էի, որ այդ բոլոր դետալներն են լրացնեմ, նոր միայն նկարեմ home tour, բայց ընթացքում հասկացա, որ այդ դետալները շատ մաս են լրացվում, եթե սպասեմ, գուցե մի քանի ամիս էլ ձգվի ու home tour-ը չլինի ալիքում, բայց նաև ամեն անգամ տեսնում էի մեկնաբանություններում, թե դուք ինչքան շատ եք սպասում այդ home tour-ին, որոշեցի, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, նկարել home tour, ցույց տալ ձեզ մեր տան տեսքը, այն ինչ մենք ստացել ենք մեր ձեռքերով, որովհետև ամբողջ ներքին հարդարման աշխատանքները ամուսինս է արել, չլինելով մասնագետ, ընդհանրապես ինքը գաղափար չունի առհասարակ շինարարությունից, չգիտեմ, վերանորոգման աշխատանքներից, առավել եւս կահույքագործությունից, բայց այն որ ասում են ձեռքից գալիս է, այնքան լավ է արել ամեն ինչ, չլինելով ոչ մի բանի մասնագետ, մեր տան ամբողջ կահույքը ամուսինս է հավաքել, վերանորոգման աշխատանքները ամբողջը ինքն է կատարել, ես միայն ընտրել եմ ինչ կահույք եմ ուզում, ինչ գույնի պատեր եմ ուզում, չգիտեմ, որն ինչպես եմ ուզում, ինչ գույների մեջ եմ ուզում լինի ու մնացած ամեն ինչ ինքը արել է շատ սիրուն, մնացել են դետալային պակաս բաներ, որոնք ընթացքում պետքա լրացվեն ու հիմա home tour-ի ընթացքում որոշեցի, որ ձեզ համ ցույց կտամ մեր տան ընդհանուր տեսքը, համ էլ ցույց կտամ, թե ինչ պակաս դետալային հարցեր կան, որոնք պետքա լրացնենք։ Այս պահին ես գտնվում եմ մեր մուտքի դռան մոտ կանգնած ու հենց մուտքի դռան դիմաց անմիջապես ունենք շատ սիրուն կանաչ պատ, որը դուք տեսնում եք մի փոքր ավելի վառ, քան կայինի իրականում, որովհետև իրականում մի քիչ ավելի սառը խակի կանաչա, շատ սիրուն է, իմ երազանքների կանաչ պատն է, ես ուզում էի, որ անպայման տան ունենանք կանաչ պատ, բայց նաև ուզում էի, որ այդ կանաչը չլինի վառ, չգիտեմ, անճաշակ կանաչ, ուզում էի ստանալ այն խակին, որը պատկերացնում էի ու դժվարությամբ շատ գույներ իրար խառնելով, խանութի աշխատակցի հետ մենք ստացանք այն կանաչը, որը ես ուզում էի ու այստեղ ունենք 2 դուռ, մեր ննջասենյակի դուռն է և լոգարանի դուռը մուտքի դռան դիմաց անմիջապես, սա մեր միջանցքի հատվածն է, ինչ ունենք այստեղ, որ կարող եմ ձեզ ցույց տալ։ Այստեղ ունենք սենց մի հատ հավես բան, որ ուզում եմ անպայման ձեզ ցույց տալ ու եթե կհետաքրքրի գրեք մեկնաբանություններում կարող եմ լինք ուղարկել, թե որտեղից ու ոնց եմ պատվիրել այն։ Իհարկե դուք կմտածեք, որ սա ուղղակի ինչ-որ կախիչ է հարմարանք բանալիների համար, բայց իրականում այն ունի մի հատ շատ ավելի կարևոր ֆունկցիա, քան կարող եք պատկերացնել։ Այստեղ թաքնված է մեր հոսանքի ապահովիչների այս տուփը,
որը կա համոզված եմ յուրաքանչյուրիդ տանը, չնայած ես սա դրել էի Instagram-ում եւ ոմանք ինձ գրել էին, որ ես սխալվում եմ, յուրաքանչյուրի տանը չկա այս ապահովիչների տուփից եւ կան մարդիկ, ում տանը ընդհանրապես չկա սրանից եւ դրված է դրսում, բայց ես չեմ պատկերացնում ոնց կարելի է այս տուփը դնել դրսում, կարծում եմ սա ամեն դեպքում մեծամասնության մոտ տանն է գտնվում ու մենք չէինք ուզում, որ այն միջանցքում այսպես երևա, գտանք շատ սիրուն մեթոդ թաքցնելու ու ես պատվիրեցի սենց հավես փայտային հարմարանք բանալիների համար կախիչ, սա իմ բանալինայի դեպ սենց այստեղ էլ կարելի է ինչ-որ բաներ դնել, երբ տուն ես գալիս, այսպիսի մագնիտնի հարմարանքներ են, որոնց տակ կարող ենք, օրինակ, չգիտեմ, իրար զամետկա թողնել տանից դուրս գալուց։ Սա մեր միջանցքի հատվածն է, այստեղ ունենք սենց սիրուն ծաղիկ, որը ես վերջերս իվենթի էի մասնակցում ու այդ իվենթի ընթացքում մենք հատուկ նպատակ դնելով բոլորս տնկեցինք մեր ծաղիկները ու բերեցինք տուն, բայց այս ներքևի հարմարանքը կապտավուն, երկնագույն ինչ-որ երանգ ուներ ու քանի որ մենք ունեինք այս պատի ներքից պահած, ինչ արեցի ես, մի հատ այստեղ նայեք խնդրում, ինչ սիրուն լուծում եմ գտել, ուղղակի ներկեցի այն կանաչ ու շատ սիրուն եղավ, այստեղ մեր զանգի էկրանն է, որ դրսից դրան զանգը տալիս են մենք տեսնում ենք, այստեղ ունենք կոշիկի պահարան և սենց սիրուն էլի ծաղիկ ու գնանք մեր միջանցքի հատվածից արդեն մեր ննջասենյակ։ Ննջասենյակը դեռ չի գտնվում այն վերջնական վիճակում, որում որ պետքա գտնվի, ամեն դեպքում ես այն ձեզ ցույց կտամ։ Մեր ջուտիկի օրորոցն է, իմ դուրս գրման պայուսակներն են պատրաստի դրված, այստեղ դրված է ջուտիկի դուրս գրման հագուստը, ունենք սենց գեստապահարան, որը դեռ ավարտուն տեսքի չի, որովհետև բռնակները դեռ ամրացված չեն, այսօր ամուսինս խոսք է տվել, որ վերադառնատու երեկոյան բռնակներն էլ կդնի պահարանի և պահարանը ևս կստանա իր վերջնական տեսքը։ Այս պահարանը իր ամբողջական հավաքածուն դեռ կիսատ է սենյակում, այս մասում պետք է լինի նաև կամոդ հայելիով, մահճակալ պետք է լինի, որը դեռ չկա, փոխարենը այստեղ ազատ է, ունենք սենց դեկորատիվ պատ, որ պետք է լինի մահճակալի հետևի պատը, այստեղ ջուտիկի լոգանքի հավաքածուն է, որն այսօր արդեն կտեղավորեմ լոգարանում, իմ նոր արթուկի սեղանն է, որից շատ գոհ եմ, ու սենց սենյակը հիմնականում գտնվում է դատարկ վիճակում, այստեղ նաև չունենք ջահեր, որովհետև ես ընթացքում պարզեցի, որ ամենադժվար բանը, որ ես կարողանում եմ ընտրել այս տան վերանորոգման և կահավորման մեջ, դա ջահերն է, ես ուղղակի չեմ կարողանում կողմնորոշվել, թե տան որ հատվածում ինչ տեսակի ջահ եմ ուզում ունենալ։ Հիմա մի հատ ջահ պետք է այստեղ լինի, երկուսը պետք է լինեն մահճակալի երկու կողմերում կախված, բայց նաև միևնույն ժամանակ այս երեքը պետք է լինեն ընդհանուր նույն ոճի, նույն տեսքի, չգիտեմ, նույն տեսակի ջահ պետք է լինեն, ու ես չեմ կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի ջահ վերցնեմ, որ այնտեղի առանձին մեկ հատանոց ջահերը և այստեղ գոնե առնվազն մի 3 լույս ունեցող ջահ պետք է լինի այս հատվածում ու ինչպիսին վերցնեմ, որ դրանք բոլորը լինեն միատեսակ։ Բայց կարծում եմ կկողմնորոշվեմ, այս պատը շատ է դուրս եկել, ցույց կտամ նաև հյուրասենյակում ունենք նման մի պատ ու քանի դեռ ես չունեմ իմ զարդասեղանը այս հատվածում, այստեղ տեղավորել եմ երեխաների առաջվա գրապահարանը, իմ իրերն եմ դրել, քանի որ երևի 2 շաբաթվա ընթացքում արդեն սենյակը ամբողջությամբ կհամալրվի կահույքով ու այս սեղանը այստեղից դուրս կգա։ Կարծում եմ մեր ննջարանում առանձնապես այլ բան չունեմ ցույց տալու, կարող ենք գնալ առաջ,
Այստեղ մեր լոգարանն է, լոգարանում եւս առանձնապես բան չկա ցույց տալու, որովհետեւ սա ամենահաճախն եք դուք տեսել, ինձ թվում է։ Ես այստեղ եւ շպարվում եմ, եւ խնամքի պրոցեդուրաներ եմ կատարում, եւ մաքրության վլոգներում եք տեսել։ Իմ սիրելի անկյուններից մեկն է, ու ինչպես տեսնում եք, տարբեր տան հատվածներում ես այս փայտային երանգը օգտագործել եմ, շատ է դուրս գալիս ու շատ սիրուն տեսք է տալիս մեր տանը։ Հասանք հյուրասենյակի հատվածին, այստեղ ունենք մի հատ սենց մեծ ընդհանուր, շատ հարմար բազմոց, բազմոցին նստած բոնուս, փոքրիկ երեխա ունենք, ով չգիտեմ այստեղ ինչ է անում, ինչ է Սարքում է պուտը։ Պուտն է սարքում, քիչ հետո միասին նաև unboxing կանենք իմ վերջին պատվերը, որը հենց այսօր եմ վերցրել, ունենք հեռուստացույցի սենց սիրուն պատ, որը շատ է դուրս եկել, բայց այս հատվածը ինչպես տեսնում եք դատարկ է ու այս հատվածում պետք է լինի սենց երկար պատին կպած պահարան, որը եւս առաջիկայում կհամալրվի ու ինչու չենք անում, որովհետեւ միջանցքի եւ հյուրասենյակի բաժանման հատվածի հետ կապված ես ունեմ որոշակի պլաններ ու շատ կարեւոր է, որ սա համապատասխանի այս պահարանին, մի խոսքով դրա համար պահարանը մնացել է։ Գորգը վերջերս էի պատվիրել, ձեզ կարծեմ ցույց եմ տվել վերջին վլոգներից մեկում, շատ դուրս եկել է, Վալբերիսից եմ պատվիրել, կարող եմ արտիկուլ թողնել։ Ունենք փոքրիկ սուրճի սեղան, որը միանշանակ պետք է փոխվի, եւ ունենք այսպիսի մեծ սեղան, որը եւս միանշանակ պետք է փոխվի, կարծում եմ մինչ ամանոր կկարողանանք ինքներս մեզ նվեր անել։ Հաճիկ ես ուտում դու։ Կարծում եմ կկարողանանք մինչ ամանոր, ամեն դեպքում հույս ունեմ, որ մինչ ամանոր կկարողանանք ինքներս մեզ նվեր անել ու այս երկու սեղանները, այն մեծ սեղան աթոռը փոխել։ Այստեղ եւս մենք չունենք ջահեր, երբ տեղափոխվեցինք այս տուն, այս ջահը կար այստեղ կախված ու սենց մնացել է։ Իդեպ իր ձևը շատ է դուրս գալիս, բայց ինչ անեմ ես, որ կարողանամ գտնել այս ձևի, այս ոճի, բայց ավելի նոր ջահ։ Մի հատ նայեք իր վրա էլի կա փայտային երանգներ, որը շատ սազում է մեր հյուրասենյակին, բայց դա բնականաբար չեմ ուզում ես հին ջահը այստեղ մնա ու ինձ պետք է նույն ոճի, նույն ձևի, էլի սենց փայտային ինչ-որ աքսեսուարներով համալրված մեծ ջահ, գոնե 6 կամ 8 լույսով։ Ու այստեղ եւս արդեն մեծ սեղանի վերևում ուզում եմ կախված լինի ավելի մեծ երկար ջահ։ Այստեղ մեր տաքացման ջեռուցման համակարգն է, որը եւս պետք է ընթացքում փակվի պահարանով ու մնա պահարանի մեջ, որպեսզի հյուրասենյակում այսպես տգեղ չնայվի։ Գնացինք առաջ։ Այս սյունը, որը դուք տեսնում եք երեխաների սենյակում, որը բարձրանում է ու այսպես գալիս հյուրասենյակ, շատ սիրուն համադրել եմ միջանցքի մեր պատի հետ, ոնց տեսնում եք ու շատ սիրուն է նայվում, շատ դուրս գալիս է, տանը շատ սիրուն տեսք է տվել ու նաև շատ սիրուն նայվում է հենց առանձին, եթե իրեն նայես երեխաների սենյակում։ Դե երեխաների սենյակում շատ բան չկա ցույց տալու, որովհետև կարծում եմ ընթացքում տեսել եք, ցույց եմ տվել ձեզ, երեխաների սենյակում արդեն կա լույս, որովհետև ես դժվարությամբ, բայց գտա իրեն սենյակի համար, սենց սիրուն, երկու առաստաղին ամրացվող լույսեր, ու էլի տեսնում եք վրան փայտային գնդիկներ կան, շատ սիրուն իրեն սենյակին սազում է կարծում եմ, այս պահարանը ամուսինս է հավաքել, իր ձեռքերով ստացել ենք ու իմ գծագրով, իդեպ հիանալի գծագիր եմ արել ուղակի, այստեղ քաշովի դարակները, կախիչներ, վերևում ավելի երկար դարակ, այնտեղ պահոցային դարակներն են, այստեղ արդեն այսպիսի դարակներ են ծալած հագուստները դնելու, տեղավորելու համար ու այս բռնակները, որ տեսնում եք, նաև հենց այս նույն բռնակներից եմ վերցրել,
մեր ննջասենյակի զգեստապահարանի համար, որը այսօր կարծում եմ ամուսինս արդեն կամրացնի։ Ուզում եմ այս վարագույրը ձեզ անպայման ցույց տալ, որովհետև այնքան վաղուց եմ ես այս վարագույրը նկատել ու միշտ նայում էի եւ մտածում էի, թե ինչքան շատ կուզեմ, որ այս վարագույրը լինի իմ երեխաների ննջասենյակում, այն ժամանակ դեռ երեխաների ննջասենյակը վերանորոգած չէր, ու ես մտածում էի, թե ինչ ոճի մեջ, ինչ գույների մեջ պետք է ես վերանորոգեմ երեխաների ննջասենյակը, որ ի վերջո կարողանան իրենք այս վարագույրը իրենց սենյակում ունենալ, ու երբ սկսեցինք վերանորոգման աշխատանքները, առաջին բանը, որ արել եմ, վազել եմ ու այս վարագույրն եմ գնել, ու այնքան եմ ուրախացել այս գնման համար, չեք կարող պատկերացնել, ոնց որ սենց ավելի շատ իմ երազանքը ես կատարեի, քան երեխաների։ Երեխաներն էլ շատ հավանեցին, իրենց շատ դուր եկավ, կարծում եմ շատ սիրուն է ու իրենց սենյակին շատ զազում է։ Այստեղ իրենց գրապահարանն է, բավականին տարողունակ, իրենց ամբողջ գրքերն այստեղ տեղավորած, այս փակ դարակում արդեն խաղերն է իրենց, դասագրքերն է դպրոցական, մի խոսքով իրենց սենյակը եւս շատ սիրուն տեսք ունի, անկողինը հավաքած չի, որովհետև ինձ այս վիճակում շատ դժվար է տրվում այս երկու հարկանի անկողինը հավաքելը, բայց դե մի քանի օր այսպես կձգենք։ Էմինը հավաքում է իրականում, ուղղակի այնքան էլ կոկիկ չի հավաքում, ասում եմ դե լավ թող ոչինչ, աշխարհը չքանդվի, որ ձեր անկողինը մի քանի օր հավաքած չլինի, մինչև մեր ջուտիկը կծնվի։ Սա էլ այսպես երեխաների սենյակ, իդեպ այս լույսը ունի մի քանի ռեժիմ, այսպես միացնում, անջատում ես եւ գույները փոխում է, ինչպես նկատեցիք արդեն ավելի տաք ռեժիմ ունի։ Մամ, գիտես որ լույսի փոխը փոխում։ Գույնը, լույսի, գույնը փոխում այս լույսը։ Այս կանացը, Այս քեզ դուր եկավ այս գույնը։ Սա էլ երեխաների սենյակը եւ մեր հյուրասենյակը։ Դե իսկ այս կողմում արդեն գտնվում է կանանց ամենասիրելի անկյունը, ամեն դեպքում կանանց մեծամասնության, եկեք այսպես ասենք, որովհետև շատ կանայք խոհանոց չեն սիրում, բայց իմ ամենասիրելի անկյունն է, որտեղ եւս կարծում եմ շատ բան չկա ցույց տալու, իմ խոհանոցը շատ եք դուք տեսել։ կաֆե դա։ Չգիտեմ։ Սմայլիկ, ինչ որ սմայլիկ է, ինչ է։ Սա էլ մեր խոհանոցը, իմ ամենասիրելի անկյունը, որտեղ ես սիրում եմ տորթիկներ թխել ամենահաճախը, մենք գրեթե ամեն օր տանը թխված ինչ-որ բան ունենք, որովհետև երեխեքը շատ են սիրում իմ թխած տորթերը։ Այստեղ եւս ունենք ջահեր, խոհանոցին համապատասխան, էլի մի կերպ եմ գտել, շատ դժվար տրվեց ինձ ջահ ընտրելը առհասարակ, ու հիմա ես մտատանջությունների մեջ եմ, թե ինչ պետք է ընտրեմ հյուրասենյակի, ճաշասեղանի հատվածի, մեր ննջարանի համար, սրանք մի կերպ էլի ընտրել եմ, կարծում եմ խոհանոցի հետ շատ գեղեցիկ են նայվում, ինչպես տեսնեք խոհանոցում մի երկու կիսատ թողած գործ ունեմ, ամանները պետք է չորացնել եւ տեղավորել, բայց մինչ դա եկեք միասին unboxing անենք իմ այս պատվերը, որը այսօր եմ վերցրել։ Մի հատ էլ այսպես ես ցույց տամ, այս պուֆիկը տեսա ու ուզում եմ ցույց տալ մեր բազմոցը, իհարկե ես չեմ սիրում առհասարակ, որ բազմոցի վրա ինչ-որ բան են գցում, որովհետև այդպես տեսքն ընկնում է, բայց երբ տանը ունես երեխաներ, 3 տղա, կարծում եմ առանց սրա ավելի վատ կլիներ ամիսներ անց ու ավելի դժվար կլիներ մաքրելը, դրա համար ավելի լավ է հիմա ես սա գցեմ, քան ամիսներ հետո մտածեմ, թե ինչպես պետք է բազմոցը մաքրել, ու այս բազմոցի մեջ ամենաշատը ինձ գրավել է այս պուֆիկը, որը բացի այն, որ բովոկոնին հարմար ու մեծ պուֆիկ է, նաև բացվող է, այսպես, եւ ես
Մեր աջալիկները ծածկոցներն եմ դնում սրա մեջ շատ լավն է, շատ հարմար է, շատ դուրս եկել է ու խնդրում եմ մի հատ նայեք թե ինչքան պեչիկ ես սիրում դու, ինչքան դետալային եմ ես սիրում ես, դենստի սիրուն կեր, հա? Խնդրում եմ մի հատ նայեք թե ինչքան դետալային եմ ես վերաբերվել մեր տան ամեն իրի Մենք այնքան երկար ենք բազմոց փնտրել, թե ինչ պետք է գնել, ու այս բազմոցի մեջ ես եւս կարևորեցի այն հանգամանքը, որ բազմոցի ոտքերը փայտից են, ունեն մուգ փայտային երանգ, ու իրանք հենց փայտից են, ոչ միայն իրանք երանգն է ուղղակի փայտային, այլ իրենք հենց փայտից են, ու էլի համապատասխանում է Այն ոճին, որը ես ստացել եմ ամբողջ տանը։ Եկեք անբոքսինգ անենք իմ պատվերը ու այսպես շարունակեմ ձեզ հետ խոսել արդեն դեմքով։ Ամեն իր այս տանը, որ գնվել է վերանորոգման ընթացքում, վերանորոգումից հետո շատ մտածված ու դետալային է եղել։ Ուզում ես երևաս։ Չես կարա, պետք է գաս սենց կողքս։ Մենք այնքան երկար ենք երազել այս տան մասին, ամեն անգամ պատկերացրել ենք, վիզուալիզացրել ենք, թե ինչպիսի տուն ենք ուզում ունենալ, որտեղ մենք մեզ կզգանք երջանիկ, խաղաղ, ներդաշնակ, հանգիստ, շատ ջերմ մթնոլորտ կլինի այդ տանը, իսկ հավատացեք, տան մթնոլորտը նաև կախված է շատ այդ տան ներքին ինտերիերից, հարդարման թե ինչպիսի աշխատանքներ դու կտանես տանը, որովհետև կան գույներ, որոնք ավտոմատ ավելի սառն են դարձնում տունը, որոնք տանը այն տաքուկ մթնոլորտը չեն ապահովում ու մենք ամեն դետալի շատ մեծ ուշադրություն ենք դարձրել, որ ստանանք մեր երազանքների տունը ու հիմա շատ երջանիկ եմ, որ մենք ստացել ենք այն, ինչ պատկերացրել ենք։ Ուրեմն պատվիրել եմ այս սենց բանոջկայով, սպոնժիկներ, խառը, չգիտեմ, որը ինչի համար է նախատեսված, օրինակ սա կարծում եմ երևի այս հատվածների համար է, կարող եք ինձ հուշել, եթե գիտեք, որովհետև ես մեյքափից այդքան էլ լավ չեմ, շատ հաճախ չեմ շպարվում, սենց պուճուրիկ սպոնժիկներ կա ներսում, որ էլի չգիտեմ, թե երևի, որ հատվածի համար է նախատեսված, այսպես Բայց հավեսի եմ ընկել, որովհետև արդեն ասացի, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում իմ սենյակի ամբողջ կահույքն արդեն պատրաստ կլինի, ես կունենամ իմ անկյունը, այդ կամոդը, զարդասեղանը, հայլիով ու ուզում եմ սիրուն այդ իմ անկյունը դարձնեմ հարմարավետ ինձ ու ավելի հաճախ այնտեղ ժամանակ անցկացնեմ, աղջկական պրոցեդուրաներ անեմ, դրա համար սենց հավեսի եմ ընկել և պատվիրել եմ սպոնժիկներ, ականջողեր եմ պատվիրել, որոնք չգիտեմ, թե ինչու են այսքան մեծ։ Դեվ նայել, խնդրում եմ, կարող ես ադան, առնո, ետնից գտնել այդ բանը, որ ընկավ, օգնես ինձ։ Գտար։ Ուի ապրի իմ տղեն։ Իհարկե իրենք շատ մեծ են, բայց անկեղծ կգտնվեմ ու կասեմ, որ ես իրենց կկրեմ հաստատ։ Դե բնական առօրյա ականջող չի, բայց ինչ-որ առիթի ժամանակ համապատասխան հագուստով մի օր ես հաստատ իրենց կկրեմ կարծում եմ, ուղղակի պատվիրելուց բացարձակ չէի պատկերացնում, որ այսքան մեծ կգան իրենք։ Էմինի համար պատվիրել եմ վարտիքներ, երեխաների վարտիքներ, նասկիները,
մայկաները շատ հաճախ են սիրում փոխել։ Չէ, Էմինին Էմինը սիրում է դինոզավրեր ու իր սիրելի թեմայի մեջ։ Քեզ պատվիրել եմ Տոմի Ջերիով։ Դու դինո սիրում ես։ Թե Տոմի Ջերի ես սիրում, Միկի Մաուս։ Դեռ, որն ես ուզում տամ քեզ նվեր։ Որը ուզում ես։ SOS Բայց կհակնես, որ հանկարծ քո հակով մեծ լինի, կտաս, չէ, Էմինին։ Որ իմ համար պոտորադի that's how Բայց որ մեծ լինի, կտաս Էմինին։ Կսպասես մինչև քոնը գա, չէ, Տոմի Ջերիով։ Որակը ահագին լավն է։ Ու էստեղ։ Ես գիտեմ իհարկե ինչ կա էստեղ։ Զարդատուփ հա։ Պերապ տարակ։ Չէ, կյանքս ուզում էի ասեի բեր, բայց հետո մտածեցի, որ կարող է ճանապարհին ընկնես, քեզ վնասես։ Դրա համար սենց կբացենք, հա։ Մնում է լավը լինի, որովհետև այս զարդատուփի համար մի քիչ թանկ վճարեցի։ Ուսումն որ ինքը լավը կլինի։ Շատ ավելի փոքրիկ է, քան ես սպասում էի, հակառակն են ուղարկել։ Ականջողը գիգանտ ականջող են ուղարկել, որ պետքա փոքր լիներ։ Իսկ զարդատուփից, որ ավելի մեծ էի պատկերացնում, ավելի փոքր են ուղարկել։ Բայց մի հատ նայեք գույնը ինչ լավն է։ Ոայ։ Ես ինչ արեցի։ Մասի սրահավարա, որ ասի սակում եմ, Ասեք, որ շատ բաչում շատ հաճոտ է գալիս։ Պետքա թողեմ մի հատ լավ օդափոխվի կարծում եմ։ Չէ։ Բայց ասեք, որ գույնը շատ լավն է, ձևն էլ է շատ լավը ու կարծում եմ իմ սենյակին շատ համապատասխան է։ Անկեղծ հավանեցի, շատ դուրս եկավ։ Սիրունիկա չէ, Առնո։ Այսպես փոքր է երևում, բայց կարծում եմ ահագին բան կտեղավորվի տարակներում։ Ուղղակի շատ վատ հոտ է գալիս, պետք է երևի թողել։ Տեսեք անգամ բռնակները, չգիտեմ, շատ դուրս եկավ, շատ սիրուն է։ Այստեղ վզնոցներ կարող ենք կախել, այստեղ ականջողեր կարող ենք ամրացնել։ Մի խոսքով երկու այսպիսի երկկողմանի թափանցիկ դարակել այս հատվածներում։ Արի տեղավորենք։ Հա, այստեղ մատանիներ կարող ենք դնել, ինչ-որ ականջողեր, չգիտեմ, ինձ դուր եկավ, շատ սիրունիկ է։ Բավականին տարողունակ է, առաջին հայացքից շատ փոքր թվաց ինձ, բայց կարծում եմ իմ ամբողջ զարդերը այստեղ կտեղավորվեն։ Սիրելիներս, ես իմ պատվերներից ևս շատ գոհ եմ, կարծում եմ իմ home tour vlog-ը ձեզ դուր եկավ, կսպասեմ ձեր մեկնաբանությունների։ Արդեն փորձել է իր տուսուրիկը։ Սիրուն է։ Կհակնես դու։ Կտաս Էմինին։ Սիրելիներս, անպայման ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Խնդրում եմ չմոռանաք մեկնաբանել։ Ես այս գժական ֆոնի վրա ձեզ ասում եմ առայժմ ու մաղթում եմ ձեզ օրվա հիանալի շարունակություն։ Մենք դեռ կհանդիպենք իմ հաջորդ վլոգի շրջանակներում։